Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, Աֆել Արմենիա YouTube-յան ալիքի եթերում կրկին մեկնարկում է հերթական խաղային օրը ու առաջինը միմյանց դեմ մրցում են նորից Վինտեր Քափի 1-8 եզրափակիչի զույգերից մեկը Վիլյարեալն ընդդեմ Մոնցայի եւս մեկ հետաքրքիր դիմակայություն է ձևավորվել թիմերի միջև ու տեսնենք այս զույգից ով արդեն մեկ քառորդի ուղեգիր կնվաճի, իհարկե սա դեռ թիմերի առաջին հանդիպումն է, եկեք արագորեն ծանոթանանք մրցող թիմերի հայտարարությունների հետ, սկսենք Մոնցայից դարպասը պաշտպանում է Արտուր Հովանեսյանը համար 1, Կարլեն Մակարյան համար 3, Վենետիկ Չոկանդարյան համար 5, Գուրգեն Մնացականյան համար 7, Արտաշ Ղազարյան համար 8, Մխիթար Ավետիսյան համար 9, Նարեկ Քարդաշյան համար 11, Արշալույս Պապոյան համար 14, Միքայել Օլուբվենգա համար 16, Ռաֆիկ Գևորքյան երևություն համար 17, Վահագն Մելքոնյան համար 27 և Ռաֆիկ Պետրոսյան համար 33, Վիլյարեալ Հայկ Մկրտչյանը պաշտպանում է դարպասը համար 13, Հակոբ Համբարձումյան համար 2, Լևոն Ստեփանյան համար 5, Արմեն Ավագյան համար 6, Վլադիմիր Ուլուխանյան համար 8, Գագիկ Սարդանյան համար 10, Գևորգ Հովանեսյան համար 11, Արման Խաչատրյան համար 12, Արեգ Ազատյան համար 17 և Վիգեն Բեգոյան համար 77, Ուլուխանյան դեպի աջ է ուղարկում գնդակ ու Վիլյարեալը փորձում է իր հերթական դրոններից մեկը սկսել, իսկապես շատ հետաքրքիր զույգ ձևավորվեց այս թիմերի միջև, տեսնենք ով ավելի ուժեղ կգտնվի այս դիմակայությունում, իհարկե Վիլյարեալը կարողացավ խմբայինը հաղթարել երկրորդ հորիզոնականով, Մոնցան էլ մյուս խմբում գրավեց 7-րդ ու թիմերը հանդիպեցին ըստ հերթականության հենց 1-8 եզրափակիչում, բայց իհարկե դա դեռ ոչինչ չի նշանակում, թե որ թիմը որ հորիզոնականով է հաղթարել խմբային փուլը, ցանկացած թիմ իհարկե անկախ արդյունքից, անկախ որ հորիզոնականով է հաղթարել խմբային փուլը, փլեյ-օֆում միջև վերջը պայքարում եւ վառ օրինակ ունեցանք մենք 3 երբ 6-րդ հորիզոնականով խմբային փուլը հաղթարած Վերդերը ուժեղ գտնվեց Էվերտոնի դեմ խաղումով 3-րդ հորիզոնականով էր հաղթարել խմբային փուլը 3-1 հաշվով հաղթեց Վերդերը այդ խաղում, ճիշտ է, դեռ չի ապահովել իր տեղը ու դրա մասին խոսելը պարզապես մեկ հանդիպումով ոչինչ չի կարող նշանակել հիմա Մոնցայի վտանգավոր գրոնն էին տեսնում, բայց այստեղ թույլ չտվեցին հարված կատարել Մոնցայի ֆուտբոլիստին Վիլյարեալի պաշտպանները եւ հիմա մրցավարը ամեն դեպքում կդիտի դրվագի կրկնապատկերը ու հասկանանք ինչ է տեղի ունեցել Պետրոսյանի դեմ պայքարում Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ոչինչ չկար ու կլինի եզրային հետում այո կար վարկած որ կար խաղի կանոնների խախտում Ռաֆիկ Պետրոսյանի դեմ պայքարում բայց Մրցավարը կրկնապատկերը դիտելուց հետո հստակ մնաց իր որոշմանը խաղի կանոնների խախտումը արձանագրված չէ Սարդարյանն է գնդակով եթե հայտարարությունները ներկայացնելիս ուշադիր եղաք ես այսօր չնշեցի երկու շատ կարևոր առանցքային ֆուտբոլիստերի յուրաքանչյուր թիմից մեկական ֆուտբոլիստի անուն ովքեր այս կարևոր խաղում չեն կարողանում օգտվել իրենց թիմին խոսքս վերաբերվում է Մուսա Ալեքսանյանին Մոնցայի կազմում եւ Կարո Մանուկյանին Վիլյարեալի այս երկու ֆուտբոլիստները իսկապես թիմերի հաղթանակների գործում շատ մեծ ներդրումներ են ունեցել ու իհարկե շատ կենտրոնական եւ առանցքային ֆուտբոլիստներ են թե Մանուկյանը թե Ալեքսանյանը Մոնցայի ու Վիլյարեալի կազմում, բայց այսպիսի խաղում նրանք այսօր չեն գտնվում խաղադաշտում, չեն կարող օգտվել իրենց թիմերին։ Հուսանք, որ այս երկու ֆուտբոլիստներին մենք պատասխան խաղում կտեսնենք ու Արդեն պատասխան խաղում ավելի հետաքրքիր հանդիպում է անկախ այսօրվա խաղի ելքից մեզ սպասվելու ընդհանրապես ցանկացած դիմակայության պատասխան խաղում ես վստահ եմ որ ել ավելի է մեծանալու ինտրիգը հանդիպումների ու թիմերը արդեն հաշվեն առնելու ցանկացած գնդակները այստեղ չկար ոչինչ առանց որևէ խնդիրների Հովանեսյանը վերցրեց գնդակ ու
Պատրաստվում է այն նետել առաջ, ես հիշեցնեմ, որ 100 եզրափակիչում այս զույգի հաղթողը մրցելու է Աջափնյակը Ատալանտա զույգի հաղթողի հետ։ Այդ դիմակայության առաջին հանդիպումն տեղի կունենա 2 օր անց, որտեղ Աջափնյակը կմրցի Ատալանտայի դեմ ու տեսնենք իսկապես շատ հետաքրքիր եւ բարդ թիմեր են ընդգրկվել, մեկը մյուսից ուժեղ թիմեր են ընդգրկվել, այսպես կլինի ասել Winter Cup-ի play-off-ում ու տեսնենք ուժեղագույններից ուժեղագույնը արդյունքում ով է լինելու, իհարկե Villarreal-ը շատ մեծ փորձ ունի այս մրցաշարում, Villarreal-ը հիշեցնեմ, ովքեր տեղյակ չեն, գործող չեմպիոնն է Winter Cup մրցաշարի, ով եւս մեկ անգամ հարկ եմ համարում հիշեցնել նախորդ մրցաշրջանում Եզրափակիչ խաղում վերջի րոպեներին կարողացավ Ավագյանի դիպուկ իրացած 11 մետրանոցի շնորհիվ փրկվել պարտությունից, հաշիվը Ավագյանը դարձեց 2-2 արդեն հետ խաղային 11 մետրանոց հարվածաշարում կարողացան հաղթանակ տանել նախկին Համբուրգի Արմավիրի նկատմամբ Villarreal-ի ֆուտբոլիստները եւ որն է հետաքրքիր այդ մրցաշրջանից հետո այս մրցաշրջանում արդեն Արմավիրի հարձակվող Կարո Մանուկյանը հենց Villarreal-ի գույներն է պաշտպանում, իսկապես շատ կարևոր ու մեծ ներդրում ունի Մանուկյանը Villarreal-ի խաղում, շատ առանցքային ֆուտբոլիստի ձեռք բերեց Villarreal այս մրցաշրջանում եւ միայն Մանուկյանի խաղով տպավորում է դրանում 2 կարծիք լինել չի կարող, իհարկե հուսանք նորից եմ շեշտում Մանուկյանին ու Մուսա Ալեքսանդյանին մենք պատասխան խաղում կտեսնենք խաղադաշտում, իսկ ուզում եմ նաեւ շնորհավորել Villarreal-ի ֆուտբոլիստերին նոր մարզաշապիկների կապակցությամբ իսկապես շատ գեղեցիկ են դիտվում, այսպես ասած, Villarreal-ի նոր հագուստները շատ, այսպես ասած, չեմպիոնական թիմին վայել հագուստերով են հանդես գալիս այսօր 1-8-րդ եզրափակիչից սկսած ու տեսնենք իհարկե առաջին խաղում նոր մարզաչափիկներով Villarreal-ը ինչ կփորձի անել։ Սարդարյանն է գնդակով թողեց Համբարձումյանին դեպի Ուլուխանյանը Ուլուխանյանն էլ արդեն նոր մարզաշապիկներով փոխել է խաղա շապիկի համարը, եթե դեղին մարզահագուստով Ուլուխանյանը 20 համարի ներքո է հանդես գալիս, այստեղ արդեն սև մարզաշապիկով 8-րդ համարն է Villarreal-ի ու տեսնենք արդեն ինչպես կստացվի հանդիպումը։ Հիմա Մկրտչյանը թողեց գնդակը դուրս գա դաշտի սահմաններից ու կսկսի արդեն դարպասից ես հիշեցնեմ ինչպիսի հանդիպումներ են կայացել արդեն իսկ play-off-ի 1/8 եզրափակիչում, նախ բացման խաղում Լեռնային Արցախը ուժեղ գտնվեց Մոնակոյից հաղթելով 6-3 հաշվով, 3 Գլադբախը շատ բարդ առաջի խաղակեսից հետո ի վերջո երկրորդ խաղակեսում ուժեղ գտնվեց Վոտֆորդից ու հաղթեց Վոտֆորդին 5-1 հաշվով, Վերդերը հաղթեց Էվերտոնին 3-1 հաշվով, այսօր Villarreal-ը մրցում է Մոնցայի դեմ, սա 4-րդ հանդիպումն է եւ դեռ շատ հանդիպումներ էլ պետք է կայանան, այս խաղից հետո կմրցեն Յուվենտուսն ու Արաքսը, հետո արդեն Ատլետիկոն ու Աջափնյակը, ներողություն Ատալանտան եւ Աջափնյակը 2 օր անց եւ Ատլետիկոն կմրցի Կալդիսի դեմ, այսպիսի play-off-երի պատկեր ենք մենք ունեցել Winter Cup-ի 1/8 եզրափակիչում ու տեսնենք թիմերից, որ մեկը մյուսից իսկապես ուժեղ կգտնվի։ Նաև City-ն կարողացավ 4-2 հաշվով առավելության հասնել Celta-ի նկատմամբ, իսկապես շատ այնպիսի թիմեր են ներգրավված այս առաջնությունում, որ բացահայտ, այսպես ասած, ֆավորիտ ընտրել չեն կարող։ Ուլուխանյան դեպի առաջ ուղարկեց գնդակ, այստեղ հեռացեցին Մոնցայի ֆուտբոլիստները, Արմեն Ավագյան դեպի աջ, Ստեփանյանն է միացել գրոին ու անկյունային հարված է վաստակում այս իրավիճակում Villarreal-ը։ Եվ Գագիկ Սարդարյանն է պատրաստվում իրականացնել անկյունայինը, տեսնում ենք փոխանցում դեպի Արմեն Ավագյանը, հարված եղավ հարադարձ նույնիսկ, բայց ամեն դեպքում կարողացավ հեռացնել գնդակը Հովհաննիսյան, իսկ այս հարվածը արդեն շեղությամբ է ստացվում ու հարված կտեսնենք Մոնցայի դարպասից։
Երկար փոխանցում առաջ, այստեղ Ստեփանյանը առաջին արձագանքեց գնդակին Հակոբ Համբարձումյան, բայց փակվեց այս փոխանցման ճանապարհը, չնայած գնդակը Վիլյարեալի մոտ է Ավագյան, կրկին Համբարձումյան։ Խաղարկում են առայժմ պաշտպանությունը Վիլյարեալի ֆուտբոլիստները, դեպի Ավագյանը փոխանցում գեղեցիկ գործեց Արմեն Ավագյանը այս իրավիճակում իսկապես շարժիչ ուժն է հանդիսանում Ավագյանը Վիլյարեալի դաշտի միջին հատվածում, նրան վերահսկելը պարզապես շատ բարդ է ու պետք է Մոնցան այդ ամենի մասին մտածի, իսկապես եթե փորձում են հաղթարել Վիլյարեալի արգելքը ու ես դրանում գրեթե կասկած չունեմ, իհարկե Մոնցան կպայքարի միջև վերջ այս բարդ մրցակցի արգելքը հաղթարելու համար պետք է շեշտը դնել հենց Արմեն Ավագյանին աչալրջորեն դաշտի միջին հատվածում վերահսկելու համար։ Ավագյան գեղեցիկ գործողություն ու հիմա հարվածի ճանապարհը Չոքանդարյանը փակեց Բեգոյան եւ եւս մեկ անկյունային կիրականացնի Վիլյարեալը Մոնցայի դարպասի ուղղությամբ։ Հիմա կրկին Սարդարյանն է գնդակի մոտ։ Կա փոխանցումը Ստեփանյան 1-0 հաշիվը բացված է, այսպես անկյունայինի խաղարկումը օգտագործեցին Վիլյարեալի ֆուտբոլիստները ու Ստեփանյանը գլխով գնդակ ուղարկեց Մոնցայի դարպաս ու ունենք առաջին գնդակը այս խաղում։ Լևոն Ստեփանյան 1-0 բացված է հանդիպան հաշիվ ու հիմա արդեն տեսնենք այս գնդակից հետո Մոնցան ինչով կփորձի պատասխանել Վիլյարեալին։ Արեցին հնարավորինս Մոնցայի ֆուտբոլիստները, բայց հանդիպան 12-րդ րոպեին Ստեփանյանը միայնակ մնաց Տուգանայինի մատույցներում ու նրան այսպես ասած ոչ որ նույնիսկ չխանգարեց հարված կատարելու գործում եւ հանդիպան հաշիվը բացված է 1-0 նորից անկյունայինը եկավ օգնության Վիլյարեալին, այնպես չէ Վիլյարեալը պարտվողի կարգավիճակում է, բայց ստանդարտները շատ լավ են խաղարկում Վիլյարեալի տղաները, հատկապես անկյունայինների մասին է խոսքը, չեմ էլ կարող հաշվել արդեն այս մրցաշրջանում Ստեփանյանը, որի օր գնդակը խփեց անկյունայինի խաղարկումից եւ ընդհանրապես Վիլյարեալ ակումբը որքան գնդակ է հեղինակել ստանդարտների խաղարկումից շատ, իսկապես շատ հաջող են իրականացնում ցանկացած ստանդարտ Վիլյարեալի ֆուտբոլիստները։ Բեգոյանը աչի եզրում է Կա փոխանցում, բայց սա հարված էր, ոչ ներողություն, ոչ թե փոխանցում ու ներողություն եմ խնդրում, ոչ թե Բեգոյանն էր, այլ Արմեն Ավագյանն էր հարված կատարողը, բայց կարողացավ Հովհաննիսյանը հեռացնել Ավագյանի հարվածը, կտեսնենք անկյունային հարված եւս մեկ անգամ։ Հիմա արդեն Ավագյանը կիրականացնի անկյունայինը, կա եւս մեկ փոխանցում, նորից Ստեփանյան փոխանցում ու արդեն հաշիվը դառնում է 2-0 կրկնապատկում է Վիլյարեալի առավելությունը։ Երկու-0 երկու րոպեում երկու գնդակ է հեղինակում Վիլյարեալը ու նորից անկյունայինի խաղարկումից իսկապես եւս մեկ անգամ եմ կրկնում շատ հաջող են իրականացնում ստանդարտերը Վիլյարեալի ֆուտբոլիստները, այս անգամ Ստեփանյանը ունեցավ ներդրում այս գոլի մեջ, նա փորձեց հարված կատարել, բայց նրա կատարած գլխով հարվածը ստացվեց փոխանցում խաղընկեր Գևորգ Հովհաննիսյանի համար, ով դարձավ այս իրավիճակում գոլի հեղինակ, գրավեց Մոնցայի դարպաս ու ունենք երկու գնդակ արդեն Վիլյարեալը շատ արագ կարողանում է 2 րոպեում խփել երկու գնդակ ու հիմա արդեն Մոնցան հայտնվում է բարդ իրավիճակում։ Այո, ետ բերել երկու գնդակ Վիլյարեալի դեմ խաղում բարդ է լինելու ամեն դեպքում կախված հանդիպան ելքից արդյունքից պետք է փորձի Մոնցան որքան հնարավոր է պայքարել, բայց իհարկե պետք չէ մոռանալ, որ այս դիմակայությունը դեռ պատասխան հանդիպում է ունենալու։ Սարդանյան դեպի Արմեն Ավագյանը, բայց այստեղ առաջինը գնդակին արձագանքեց Մակարյանը ու եզրից կնետի Վիլյարեալը։ Խաղարկված է եզրային նետումը, բայց Ուլուխանյանի փոխանցված ճանապարհը փակեցին, Պապոյան հիմա Մոնցան է փորձում գրոյի հասնել։ Այո, իսկապես Ալեքսանյանի բացակայությունը երևում է դաշտի միջին հատվածում Մոնցայի գործողություններում, առայժմ
այսպես ասած վտանգավոր գրոմ Մոնցան դեռ չի կարողացել կատարել Վիլյարեալի դարպասի ուղղությամբ ճիշտ է Մանուկյանի բացակայությունն էլ նույնպես իր տեղը զգացնել տալիս է հարցակման գծում, բայց ամեն դեպքում այսպես ասեմ խաղի առավելությունը այս պահին Վիլյարեալի ձեռքում է եւ իհարկե Կարո Մանուկյանի բացակայությունը ամեն դեպքում բարդ է, բայց խաղանկետները որոշակի առումով կարողանում են հարցակման գծում փակել Ավակյան եւս մեկ փոխանցում ու Իվա Բեգոյանի մոտ չստացվեց հարվածը, եթե հիմա էլ Վիլյարեալը գրավել Մոնցայի դարպասը, ապա արդեն իսկապես մեծ կլիներ առավելություն այս րոպեի ժամանակ ու արդեն մնացած ժամանակահատվածում եթե իսկապես Վիլյարեալը կարողանում է 3 րոպեում, 3-4 րոպեում խփել 3 գնդակ, ապա այսպիսի սցենարով ընթացող հանդիպան ժամանակ չեն կարող ասել ինչպիսի հաշիվ կգրանցվի եզրափակիչ սուլիչի ժամանակ Արմեն Ավագյան իհարկե բայց Մոնցան պետք է մտածի հիմա առաջին հերթին լավ պաշտպանվելու փորձելու որքան հնարավոր է շուտ մեկ գնդակ ետ բերելու Արշալույս Պապոյան լավներ մտահղացումը բայց չստացվեց հիմա ստացվեց Պապոյան հարված ու գնդակը հայտնվում է դարպասում այո Արշալույս Պապոյան 2-1 Երկու-մեկ Մոնցան կրճատում է հանդիպան հաշիվ, այո մեկ հնարավորություն տվեցին Արշալույս Պապոյանին ու նա օգտվում է իրեն ընձեռնված հնարավորությունից, այո հիմա տեսնենք արդեն մեկ գնդակ է պետք Մոնցային հաշվի հավասարությունը վերականգնելու համար Ավագյան դեպի Համբարձումյան ուղարկեց գնդակը նորից Ավագյանի ու ինչպիսի կտրող փոխանցում էր, բայց այստեղ Բեգոյանը այլ ուղղության վրա է սպասում փոխանցումը գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Հովանեսյան երկար փոխանցում առաջ, բայց այստեղ խլեց գնդակը փակեց փոխանցման ճանապարհը ավելի ճիշտ կլինի ասել Գևորգ Հովանեսյանը Վիլյարեալի կազմում Համբարձումյան Հասարեց ազատվել գնդակից ու եզից կնետի Վիլյարեալը Համբարձումյան դեպի Ստեփանյանը փոխանցում հետևը չարվում է առաջ գնդակով Լևոն Ստեփանյանը Ուլուխանյան դեպի Ավագյանը այստեղ փակվեց փոխանցման ճանապարհը, բայց Ավագյանի անցման ճանապարհն էլ Գևորգյանը շատ հաջող կերպով փակեց Արշալույս Պապոյան լավ չընդունեց գնդակը այլապես միայնակ էր մնում Մկրտչյանի դիմաց ու հիմա արդեն պետք է մտածի Վիլյարեալն էլ պաշտպանությունը լավ գործելու մասին տալիս են իսկապես Պապոյանին հնարավորությունները ու մենք տեսանք արդեն թե Արշալույս Պապոյանը ինչպես օգտվեց իր հնարավորությունից Սարդարյանի անցումը գեղեցիկ է ստացվում, բայց Բեգոյանի հետ այստեղ լավ չհասկացան Սարդարյանն ու Բեգոյանն ու արդյունքում գնդակը հայտնվեց Մոնցայի ֆուտբոլիստների մոտ Շատ լավ փոխանցում ենք տեսնում դեպի Աչեզրով գրոյի անցել Մոնցան Աչեզրով եւս մեկ փոխանցում դեպի Տուկանայինի մատույցներ, բայց իհարկե Ստեփանյանը պաշտպանության կենտրոնում շատ վստահ գործեց Բեգոյան Հերու թողեց մի փոքր գնդակը ու այստեղ կարողանում է Մոնցան տիրել գնդակին, այո, գոլից հետո ակտիվացել է Մոնցան, տեսնենք այս ակտիվությունը ինչի կփորձեն վերածել Չոքանդարյան ու այդ փոխանցում դեպի Գևորգյանը կատարեց, Գևորգյանն էլ դեպի ձախ ուղարկեց, բայց այստեղ ուժեղ ստացվեց մի փոքր փոխանցում ու եզից կնետի Վիլյարեալը Ուլուխանյան Բավական անցավ արդեն առաջի խաղակիցից 20 րոպեն է ընթանում հանդիպան ունեն 3 խփված գնդակ եւ իսկապես պետք է ասեմ որ շատ հաջող փլեյօֆի մեկտարք ունեցան գոլառատ հանդիպումներ դիտեցիք Սարդարյան գեղեցիկ էր ու եթե ստացվեր գրավել դարպաս այսպիսի տարածությունից շատ շքեղ գոլի հեղինակ կդառնար Գագիկ Սարդարյանը թե անցումը թե հարվածը գեղեցիկ էր արդեն կատարել բայց
Փագեցին վերջի բային հարվածի ճանապարհը փագեցին Մոնցայի ֆուտբոլիստները ու արդյունքում անկյունային է վաստակում Վիլյարեալը խաղարկում են կրկին անկյունայինը Գագիկ Սարդանյան Բեգոյանի հետ խաղարկեց Սարդանյան հարված ու Չոկանդարյանի վրա ընդունում հարվածը եւս մեկ փոխացում ու նորից Ստեփանյանն է հայտնվել մրցակցի Տուգանային հրապարակում Համբարձումյան փորձեց հեռացնել, բայց գնդակը բաժին է հասնում Արշալույս Պապոյանին, այստեղ էլ Սարդանյանը մաքուր է գործել, այո, չկա խաղի կանոնների խախտում գնդակով Վիլյարեալի Արմեն Ավագյան, բայց արդեն չստացվեց առաջ շարժվել, ավելի սրել գրոյ տեմպը Ուլուխանյան հերվից հարված ու այստեղ մի փոքր շեղությամբ է ստացվում հիմա էլ Ուլուխանյանի կատարած հարվածը շատ լավ հարված էր կատարել Վլադիմիր Ուլուխանյանը, բայց մի փոքր շեղությամբ ընթացավ գնդակը Հովանիսյան երկար փոխանցում առաջ նորից Արշալույս Պապոյանի ուղղությամբ ընդունեց գնդակը Պապոյանը, բայց Ստեփանյանը թիկունքից խախտեց խաղի կանոնները ու ստանդարտ է նշանակում մրցավարը Վիլյարեալի դարպասի ուղղությամբ Տեսնենք այս ստանդարտը ինչպես կխաղարկի Մոնցան Արշալույս Պապոյանն է գնդակի մոտ նա տեղադրեց գնդակը ու տեսնենք հարվածը ինչպես է ստացվելու Պապոյանի կա մրցավարի սուլիչը Արշալույս Պապոյան, բայց բարձր է հարվածում այս իրավիճակում Պապոյանը շատ բարձր է հարվածեց ու հարված կլինի Վիլյարեալի դարպասից Բայց այս ընթացքում փոփոխություն ենք տեսնում Մոնցայի կազմում հիմա կամ մրցավարի Սուլիչու շարունակվում է հանդիպումը Չոկանդարյանը լքեց խաղադաշտ ու նրա փոխարեն խաղադաշտ մտավ 11 համարի Մարզաշապիկով Նարեկ Քարտաշյանը տեսնենք թարմ ուժերով արդեն Քարտաշյանը ինչ կփորձի անել Արմեն Ավագյան գեղեցիկ ընդունեց գնդակը բայց մի փոքր հեռու թողեց ու Պապոյանն է կարողանում խլում կատարել դեպի Քարտաշյանն էր ուղարկել գնդակը բայց այստեղ կորցրեցին գնդակը Մոնցայի ֆուտբոլիստները եզից նետում է Վիլյարեալ Ուլուխանյան շարագորեն խաղարկեց Ավագյանի հետ եւս մեկ փոխանցում Արմեն Ավագյանն ու հիմա փակվեց փոխանցման ճանապարհը բայց վրա հասած Ուլուխանյանը հարվածեց դարպասին ու նորից շեղությամբ ստացվեց Ուլուխանյանի կատարած հարվածը Ստեփանյան այստեղ չկար ձեռքով խաղ Ուլուխանյան դեպի Ավագյանը նորից գրոյի է հասնում Վիլյարեալ Արմեն Ավագյան Տեսեք, երկու ֆուտբոլիստ անմիջապես վերահսկում է Ավագյանին, այս անգամ Ավագյանի անցումը չստացվեց Քարտաշյան ու կորցնում է գնդակը Մոնցան, բայց Վիլյարեալը նույնպես արագորեն կորցրեց ու հիմա Մոնցան ունի հակագրոհ իրականացնելու հնարավորություն դեպի Աչեզը փոխանցում ենք տեսնում հասնում է գնդակը Պապոյանին ընդունել է Պապոյանը գնդակը, բայց այստեղ հենց ինքն էլ խախտեց խաղի կանոնները Ստեփանյանի դեմ, այո գնաց գնդակի հետևից Արշալույս Պապոյանը ու արդյունքում հարվածեց Ստեփանյանի ոտքին եւ ստանդարտ նշանակեց մրցավարը Ուլուխանյան դեպի աջ շատ լավ անցավ այստեղ փոխանցումը Արմեն Ավագյան եւս մեկ հարված էր ու տարածությունից բայց բարձր է ստացվում Ավագյանի կրակոցը ու նորից գնդակը խաղի մեջ կմտցնի Մոնցայի դարպասապահ Արտուր Հովանեսյանը Գևորգյան Շատ հաջող փոխանցում դեպի Նարեկ Քարտաշյանը ունի քանակական առավելություն արձակման գծում Մոնցան Քարտաշյան, բայց շատ դանդաղեց ու արդյունքում Համբարձումյանը կարողացավ խլել գնդակը նրանից Իհարկե Համբարձումյանի դեմ այսպես երկար թույլ չեն տա մտածել Գևորգ Հովանեսյանը շատ հաջող գործեց այս իրավիճակում գեղեցիկ փոխանցում Բեգոյան ու Հովանեսյանը փրկում է այս իրավիճակում Մոնցային ինչ գեղեցիկ արեցին Վիլյարեալի տղաները այս ամենը բայց Բեգոյանի շեշտակի հարվածը կարողանում է ոտքով հեռացնել Մոնցայի դարպասապահ Արտուր Հովանեսյան ու կտեսնենք նորից անկյունային խաղարկում Նորից Վիլյարեալի կատարման Ավագյան եւս մեկ փոխանցում, բայց այս անգամ ցածից հետևեց փոխանցումը Սարդանյան դեպի
Ավակյան ուղարկեց գնդակը պահել է Արմեն Ավակյանը գնդակը դաշտի սահմաններում անցումը ստացվեց մեկ ֆուտբոլիստի Ավակյան երկրորդին նույնպես Ավակյան ու հիմա հրաշքով չհայտնվեց գնդակը նորից Մոնցայի դարպասում բայց կրկին անկյունային է վաստակում Վիլյարեալը տեսնենք հակառակ եզից ինչպես է խաղարկելու անկյունայինը Վիլյարեալի ֆուտբոլիստները Խաղակեսի վերջի րոպեն է մեկնարկում, չեմ կարող հստակ ասել այս անկյունայինը կլինի վերջին դրվագը թե ամեն դեպքում մրցավարը թույլ կտա անկյունայինից հետո շարունակել, բայց պետք է հիմա Մոնցան լավ պաշտպանվի այս իրավիճակում, հիշեցնեմ, որ երկու գոլերը Վիլյարեալը հեղինակել է անկյունայինից այսօր ու տեսնենք հիմա կրկին Արմեն Ավակյանն է գնդակի մոտ Տեսնում ենք փոխանցում նորից Ստեփանյաններ հայտնվել հարվածային դիրքում չտապվեց ու հիմա հակագրո ենք տեսնում Մոնցայից բայց ինչու շտապեց ու այսպիսի անհաջող փոխանցում կատարեց Միքայել Օլուվամեգան եւ արդյունքում գնդակը կորցրեցին Մոնցայի ֆուտբոլիստները բայց հիմա մրցավարը կդիտի նախորդ դրվագի կրկնապատկերը հասկանանք կար խաղի կանոնների խախտում Ստեփանյան դեպ Հայկարուն թե ոչ Գիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը չկար Լևոն Ստեփանյանի դեմ պայքարում խաղի կանոնների խախտում ու գնդակով Վիլյարեալն է Ուլուխանյան հաշիվը մնացել է անփոփոխ 2-1 այո Հաբարցումյանն է գնդակով վերջին գրո կարող են հիմա իրականացնել Վիլյարեալի ֆուտբոլիստները նորից Ստեփանյան բայց մրցավարը թույլ չի տալիս ու հենց այստեղ էլ ազդարարում է առաջի խաղակեսի ավարտը կարճ դադար որից հետո կշարունակենք Սիրելի ֆուտբոլասերներ մեկնարկում է Winter Cup-ի 1-8 եզրափակիչի Վիլյարեալ Մոնցա հանդիպան երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 2-1 է օգուտ Վիլյարեալի ֆուտբոլիստերին Նախ հիշեցնեմ կարողացավ հանդիպան հաշիվը բացել Ստեփանյանը գլխի կատարած հարվածով անկյունայինի խաղարկման ժամանակ հետո Հովանիսյանը կրկնապատկեց Վիլյարեալի առավելությունը Սարդարյանի հիմա հարված Քարտաշյանի վրա է ընդունում գնդակը բայց եւս մեկ անգամ խլեց Սարդարյանը գնդակ ու այստեղ հիմա Սուլել է մրցավարը տեսնենք ինչ է պատահել Մոնցայի ֆուտբոլիստին հետո նոր կարադառնանք դրվագին խոտածածկին է հայտնվել Կարլեն Մակարյանը հուսանք լուրջ Ոչինչ չկա այս իրավիճակում ու ամեն դեպքում կարողանա կանգնել ոտքի Մակարյանը իսկապես կարծես բարդ հարված ստացավ բայց հիմա այո կանգնել է ոտքի Մակարյան ու ամեն ինչ կարգին է ֆուտբոլիստի հետ հիմա արդեն վիճաբանական դրվագ ու գնդակը հանձնեց Մոնցան Վիլյարեալին այո շարունակեմ ներկայացնել հետո էլ արդեն Արշելուս Պապոյանը դարձավ Մոնցայի առաջը միակ գոլի հեղինակը կրճատելով հանդիպման հաշիվ ու տեսնենք երկրորդ խաղակեսում թիմերը ինչպիսի ֆուտբոլ կմատուցեն մեզ եկեք եւս մեկ անգամ վերհիշենք թիմերի հայտարարությունները սկսենք Մոնցայից Արտուր Հովանիսյանը դարպասում է համար 1 Կարլեն Մակարյան համար 3 Վենետիկ Չոկանդարյան համար 5 Գուրգեն Մնացականյան համար 7 Արտաշ Ղազարյան համար 8 Մխիթար Ավետիսյան համար 9 Ստեփանյանն է միացել գրոին կա փոխանցում ու այստեղ Հովանիսյանը փորձեց կրունկով հարված կատարել, բայց չորցած գնդակը ընթացքից ու եզից արդյունքում կնետի Մոնցան շարունակեմ Մոնցայի հայտարարությունին ծանոթացնել Նարեկ Քարտաշյան համար 11 Արշելուս Պապոյան 14 Միքայել Օլուվամեգա համար 16 Ռաֆիկ Գևորգյան համար 17 Վահագն Մելքոնյան համար 27 եւ Ռաֆիկ Պետրոսյան համար 33 Վիլյարեալ Հայկ Մկրտչյանը պաշտպանում է դարպասը համար 1 Հակոբ Ամբարձումյան համար 2 Լևոն Ստեփանյան համար 5 Արմեն Ավակյան համար 6 Վլադիմիր Օլուխանյան համար 8 Գագիկ Սարդարյան համար 10 Գևորգ Հովանիսյան համար 11 Արման Խաչատրյան համար 12 Արեգ Գազատյան համար 17 եւ Վիգեն Բեգոյան համար 77 Եզից կնետի հիմա Վիլյարեալը Ավակյանն է պատրաստվում եզրային նետում իրականացնելուն Խաղարկեց գնդակը Բեգոյանի հետ, նորից Ավակյան ու այստեղ պայեց Մոնցայի ֆուտբոլիստը գնդակը դաշտի սահմաններում, բայց արագորեն էլ կորցրին Ուլուխանյան եւ հետ է ուղարկում գնդակը դարպասապա Մկրտչյանի ուղղությամբ ու խորքից նորից Վիլյարեալը փորձում է գրո սկսել Ամբարձումյան մի փոքր ետ կատարեց փոխանցումը, բայց Ստեփանյանը հասավ այս գնդակին նորից Ուլուխանյան խաղարկումով Վիլյարեալը շարժվում է առաջ
Դեպի Ավակյան ուղարկեց Ուլուխանյանը գնդակը Արմեն Ավակյան Սարդանյանի հետ խաղարկումը գեղեցիկ էր մնաց գնդակը Ավակյանի մոտ աչից կա Ստեփանյանի տարբերակը նկատեց խաղընկերոջը Ստեփանյանը ընդունել է գնդակը հարված է կատարում երվից բայց Ստեփանյանի այս փորձը արդեն բարձր է ստացվում եւ նորից Արտուր Հովհաննիսյանը գնդակը կմտցնի խաղի մեջ Թողեց խաղընկերոջ այս իրավիճակում Ղազարյանի փոխանցումն են տեսնում, բայց Ստեփանյանը այստեղ միայնակ էր ու ինչ է պատել, նորից պետք է խաղարկել այդ պատճառով Սուլես մրցավարը ու հիմա արդեն կարծես այս դարպասապ Հովհաննիսյանը պետք է խաղարկի գնդակը Եվս մեկ երկար փոխանցում Մնացականյան ուղարկեց գնդակը կենտրոն, բայց այստեղ Մոնցայի ֆուտբոլիստից գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից հպում կար, պախում տեղի ունեցավ Միքայելի ու Գագիկ Սարդարյանի միջև իհարկե եթե դուրս չկար գնդակը հնարավոր է մրցավարը նշանակել խաղի կանոնների խախտում, բայց թեթևակի հպում տեղի ունեցավ, այդ իսկ պատճառով չսուլեց մրցավարը Ավակյան Սարդարյանին է ուղարկում գնդակը ու այստեղ Քարտաշյանը շատ հաջող խլեց, բայց բրավո Ավակյանին ինչպես կանգնեց գնդակի ճանապարհին ուղարկեց Սարդարյանին դեպի Ուլուխանյանը նորից Արմեն Ավակյանի ուղղությամբ, բայց այստեղ Միքայելը փակեց գնդակի ճանապարհը ու ես կնետի Վիլյարեալը Ստեփանյան խաղարկում է գնդակը Վլադիմիր Ուլուխանյանի հետ Դեպի Արմեն Ավակյանը, Ավակյան, Հովհաննիսյան, Բեգոյան Անցումը գեղեցիկ էր Բեգոյանի Բարձից փոխանցում դեպի Տուգանայինի մատույցներ, բայց այստեղ արդեն ոչ ոք չկար խաղընկերներից ու Եզիս կնետի Մոնցան Ղազարյան ուժեղ փոխանցում առաջ, այստեղ Համբարձումյանը միայնակ է ու ոչ ոք չխանգարեց նրան փոխանցում կատարելու գործում Արմեն Ավակյան դեպի Ուլուխանյանը Պետք է մի փոքր իհարկե տեմպ հաղորդել հանդիպանը, բայց երկու թիմերն են շատ քաջ գիտակցում են, իհարկե եթե հանդիպումը լիներ մի քանի գնդակի տարբերություն, ապա այդ ֆուտբոլ մենք կտեսնեինք, բայց ընդամենը մեկ գնդակի առավելություն ունի Վիլյարեալը Մոնցայի նկատմամբ, Վիլյարեալը բնականաբար փորձելու է թեկուս այդ մեկ գնդակի առավելությամբ այսօր հաղթանակով հեռանալ խաղադաշտից, Մոնցան էլ իհարկե կփորձի, եթե նույնիսկ կրի պարտությունը այսպիսի գերեզոր հիշեցնեմ մրցակցի դեմ խաղում, գործող չեմպիոնի դեմ խաղում, ապա որքան հնարավոր է իհարկե քիչ գնդակների տարբերությամբ, եթե նույնիսկ այսպես ավարտվի հանդիպում, ապա պատասխան խաղում, երբ Ալեքսանյանը կարողանա օգնել Մոնցային, ապա ցանկացած գնդակի տարբերությամբ հաղթանակը առնվազն դիմակայությունում հավասարություն կմտցնի, բայց իհարկե դեռ այդ հաշվարկների մասին վաղ է խոսել, հիմա Ես պարզապես որպես հանդիպան տեմպին համարժեք ներկայացեցի ինչ է կատարում խաղադաշտում, Եզիս կնետի Մոնցան այս իրավիճակում կա փոխանցում, բայց այստեղ կորցրեց կնքին Մոնցան գնդակ ու Վիլյարեալը Հայկ Մկրտչյանի օգնությամբ սկսում է խորքից, Համբարձումյան շարժվում է առաջ գնդակով, թողեց գնդակ Ուլուխանյանին, աչից Ստեփանյանն է, Լևոն Ստեփանյան Բայց այստեղ Միքայելը հաջող խլում կարողացավ կատարելու բրավո Ստեփանյանին միջև վերջ պայքարեց եւ արդյունքում խախտեցին խաղի կանոնները Ստեփանյանի դեմ պայքարում եւ ստանդարտ նշանակեց մրցավարը Մոնցայի դարպասի ուղղությամբ Այս ընթացքում փոփոխություն տեղի ունեցավ Մոնցայի կազմում կրկնակի փոփոխություն Տեսնենք խաղը դաշտ դուրս եկած ֆուտբոլիստները, ինչ կփորձեն անել արդեն Ուլուխանյան Փակվեց փոխանցման ճանապարհը, բայց Բեգոյանը պայեց գնդակը հետո անցում կատարեց, բայց բավական հեռու թողեց Վիգեն Բեգոյանը այս իրավիճակում գնդակ ու նորից հարված կլինի Մոնցայի դարպասից, այո, դեռ իհարկե չեն շտապում թիմերը, դեռ
ոչինչ կորած չէ, այսպես ասենք Սարդարյան գեղեցիկ փակեց գնդակի ճանապարհ ու տեսեք պայքարում է միջև վերջ եւ ամեն դեպքում այս իրավիճակում խլեց գնդակը Ուլուխանյանը Սարդարյան ու այստեղ ինչ չէ տեղի ունեցել կար խաղի կանոնների խախտում Չոկանդարյանի դեմ պայքարում Սուրենց մրցավարը հիմա հասկանանք ինչ է նշանակել Կա մրցավարի Սուլիչը ուղարկված է գնդակը առաջ այստեղ Համբարձումյանն է շատ հաջող հիմա այլ գործում ու Վիլյարեալը կսկսի պաշտպանության խորքից Արմեն Ավագյան շարժում է առաջ Ավագյանը շատ լավն էր փոխանցումը Սարդարյան բայց փորձեց ամեն դեպքում եզրափակել այս գրագետ ու գեղեցիկ կատարված փոխանցումը, որը կատարեց Ավագյանը այս իրավիճակում, իհարկե հասկանալի է նույնպես այստեղ Սարդարյանին արդեն բավական սրվեց անկյունը Ավագյանի փոխանցման ժամանակ ու Սարդարյանի համար այդքան էլ նպաստավոր դիրքում չհայտնվեց գնդակը Հովհաննիսյան երկար փոխանցում առաջ այստեղ է Ուլուխանյանը երկրորդ արգում հաջող գործում ու այստեղ դիպավ գնդակը Սարդարյանի ձեռքին, այո Ստանդարտ է նշանակում մրցավարը ու տեսնենք այս ստանդարտը ինչի կփորձի վերածել Մոնցան հերու է տարածությունը Չոկանդարյանն է կարծես պատրաստում հարված կամ փոխանցում կատարելուն տեսնենք Կա մրցավարի Սուլիչը, Վենետիկ Չոկանդարյան Հարված ստացվեց ամեն դեպքում Չոկանդարյանի կատարմամբ ու մի փոքր բարձր ընթացավ գնդակը Մկրտչյանը սկսում է դարպասից Համբարձումյան Ես եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում իր ուժերը չափելու է Ատալանտա Աջափնյակ զույգի հաղթողի հետ շատ բարդ Մրցաշրջանն է իսկապես սպասվում միջև եզրափակիչ Արմեն Ավագյան ինչ գեղեցիկ գործողություն տեսանք Ավագյանից, բայց այս իրավիճակում դարպասածողը եկավ օգնության Մոնցային ու չստացվեց Ավագյանի մոտ գրավել դարպասը միայնակ տեսեք ոչնչից Ավագյանը ինչ ստեղծեց այս իրավիճակում թիկունքով են մրցակցի դարպասի ուղղությամբ ու կարողացավ այդ իրավիճակում արագ կողմնորոշվել եւ հարվածել դարպասի ուղղությամբ Համբարձումյան Դեպի Ստեփանյանը փոխանցում աջ եզրում է Ստեփանյանը շարժվում է առաջ Ու այստեղ չհասկացան Ստեփանյանն ու Սարդարյանը միմյանց եւ արդյունքում գնդակը բաժին ասա Մոնցայի դարպասապահ Արտուր Հովհաննիսյանին Ես կարող եմ ամբողջական ներկայացնել նույնիսկ աղբելի վիճակահանությունը Վինտերկապ մրցաշարի մասին է իհարկե խոսքս Զամբյուղից ձախ հատվածում ընդգրկվել են Լեռնային Արցախը, Մոնակոն, Վոտֆորդը, Բորուսիա Մյունխենգլադբախը, Ատալանտան, Աջափնյակը, Մոնցան եւ Վիլյարեալը, այսպես ասեմ, Աջափնյակ Ատալանտա զույգի հաղթողը կմրցի Մոնցա Վիլյարեալ զույգի հաղթողի հետ Լեռնային Արցախ Մոնակո զույգի հաղթողն ուժերը կչափի Վոտֆորդն դեմ Բորուսիա Մյունխենգլադբախի զույգի հաղթողի հետ իսկ այստեղ արդեն առաջին դեղին քարտի հիմա կտեսնենք կար խաղի կանոնների խախտում շատ կոպիտ խախտում Արմեն Ավագյանի դեմ պայքարում ու առաջին դեղին քարտը այս խաղում ստանում եմ Մոնցայի կազմում Կարլեն Մակարյանը
Եվ ստանդարտ նորից Մոնցայի դարպասի ուղղությամբ հեռու տարածություն, բայց Ավագյանն է գնդակի մոտ, ով սեր ունի հեռար հարվածներ կատարելու, տեսնենք այս հարվածը Ավագյանը ինչպես է ստացվելու, գրեթե կասկած չունեմ, որ ուղիղ հարված կկատարի դարպասի ուղղությամբ, կամ մրցավարի Սուլիչը, այդպես էլ արեց Ավագյանը, բայց այստեղ եթե չեմ սխալվում, Գևորգյաններով փակեց հարվածի ճանապարհը, այլապես ուղիղ դարպասներ ընթանում Ավագյանի կատարած հարվածը եւ բարդ կլիներ ասել, եթե Գևորգյանը չհայտվեր այդ իրավիճակում, արդյոք Հովհաննիսյանի ետ կմղեր այդ գնդակը թե ոչ։ Սարդանյան եւս մեկ փոխացում, Ուլուխանյանը չի հայտնվում գնդակը դարպասում, ինչ է կատարվում Մոնցայի տուկանայինի մատույցներում դարպասաձողից իջավ գնդակը, իսկ հիմա Մոնցայի պատասխանը Պապոյան կարող է հավասարեցնել հաշիվը, 2-2 դուբլ Պապոյանից հաշիվը հավասար է։ Դուբլ Պապոյանից հաշիվը հավասար է 2-2 ու այո Վիլյարեալը ուներ հնարավորություն երրորդը խփելու ու դարձնելու հաշիվը 3-1, բայց հրաշքով գնդակը չհայտվեց Մոնցայի դարպասում եւ հաջորդից գրոհի ժամանակ Պապոյանը հավասարեցնում է դիմակայության հաշիվը, նաեւ դուբլ Գրանցելովի անվան դիմաց իսկապես կայծակնային հակագրոհի անցավ Մոնցալուի բայց Սարդանյանը կարող է նորից առաջ մղել Վիլյարեալին, ինչ հանդիպում ենք հիմա դիտում խաղադաշտում մեկը մյուսի դարպասի ուղղությամբ հուշկու հարվածներ են իրականացնում, սպառնում են շատ արագ վարկյանների տարբերությամբ ու նույնիսկ իհարկե այլ բանի մասին խոսելու ժամանակ թիմերը մեզ չեն տալիս, իսկ կայծակնային հակագրոհի մասին իհարկե ինչպիսի փոխանցում ստացավ ամենաճիշտ պահին կատարեց Չոքանդարյանը փոխանցումը դեպի Պապոյանին, ով միայնակ հայտնվելով Մկրտչյանի դեմ առանց երկմտելու հարվածեց ու գրավեց դարպասը նորից Պապոյանն է գնդակով Արշանից Պապոյան, Սարդանյանը ճշում Պապոյանն ամեն դեպքում այստեղ չուներ այն տարբերակ մտածելու հարվածեց, իսկ հիմա Գևորգյանը հաջող գործեց, կա Չոքանդարյանը, կա փոխանցում, բայց չհասավ գնդակը Վենետիկ Չոքանդարյանին այստեղ Մկրտչյանը տիրեց գնդակին։ Հովհաննիսյանը հիմա հանդիպման ընթացքը էլ ավելի է հետաքրքրանում, քանի որ հանդիպումը մոտենում է ավարտին ու իհարկե 2-0 հաշվի պայմաններից հետո Վիլյարեալի տեսանկյունից մի փոքր իհարկե Բարդ է այս հաշիվը իհարկե հաղթում են 2-0 ու Մոնցան կարողացավ վերադառնալ խաղ խփել 2 գնդակ եւ հավասարեցնել հաշիվը Ստեփանյան ու Գևորգյան բրավո հեռացված է գնդակ ինչ կրակոց էր կատարել արդեն Լևոն Ստեփանյանը բայց այստեղ ծափարություններ դակնեմ առաջ իհարկե Ռաֆի Գևորգյանին այս հարվածի ճանապարհին կանգնելու համար այլապես ուղիղ հեռավոր անկյուններ ընթանում Ստեփանյանի կատարած հարվածի հիմա անկյունային է իրականացնելու Վիլյարեալը նորից Սարդանյանն է գնդակի մոտ կա փոխանցումը ու եւս մեկ հարված ենք տեսնում այս անգամ էլ արդեն հարվածային դիրքում էր հայտնվել ոչ թե Ստեփանյանը այլ Գևորգ Հովհաննիսյանը բայց Հովհաննիսյանի հարվածը դիպուկ ստացվեց Հիմա արդեն Մոնցան չի շտապի իհարկե Մոնցայի տեսանկյունից այսպես ասած պետք է փորձի Մոնցան եթե այսպես ավարտի այս հանդիպումը պարտվելիս վերադարձա խաղու կարողանան ոչ ոքեով հեռանալ այսօր խաղադաշտից ապա շատ կարծում եմ շատ իսկապես Մոնցայի տեսանկյունից շատ հաճելի արդյունք կլինի պատասխան հանդիպումից առաջ որտեղ հիշեցնում եմ Մոնցայի հիմնական ֆուտբոլիստներից Ալեքսանյանն այսօր ներկա չէ եւ ամեն դեպքում պատասխան խաղում կարծում եմ կողքի Մոնցայի նույնը Կարո Մանուկյանի մասով Անկախ այսօրվա խաղի ելքից մենք պատասխան խաղում շատ հետաքրքիր դիմադրություն ենք տեսնելու խաղադաշտում Սարդանյան փորձեց հարվածային դիրքում հայտնվել, բայց Քարտեշյանը կարողացավ խլում կատարել հիմա ինչ է այստեղ չկա խաղի կանոնների խախտում թե կա ամեն դեպքում Սուլեց մրցավարը հասկանանք ինչ է նշանակել այո տեղի էր ունեցել խաղի կանոնների խախտում Եվ պետք է ճիշտ տեղից խաղարկել գնդակը դրա մասին ակնարկեց մրցավարը
Հովանիսյան եւս մեկ փոխանցում դեպի Վիլյարեալի տուգանային մատույցներ համբարձում են առաջիններով արձագանքեց գնդակին Չոկանդարյան ու մի փոքր թույլ ստացեց փոխանցումը Սարդարյան ստացվեց այստեղ Սարդարյանի փոխանցումը Քարտաշյան հարվածումը կրճանը այստեղ փակում է Քարտաշյանի հարվածը կարողացա միանգամից որսալ այսպես ավելի ճիշտ կլինի ասել ու գնդակը թույլ չտվեց հատիկիցը Բեգոյան գեղեցիկ անցում տեսնենք ինչ շարունակություն կմտածի Բեգոյանը բայց փոխանցմանը ավելի շուտ արձագանքեց Մոնցայի ֆուտբոլիստը իսկ հիմա էլ Արմեն Ավագյանն է խախտում խաղի կանոնները եւ ստանում երկրորդ տեղին քարտը այս խաղում այո շատ վտանգավոր հակագրոք ասեցեց Ավագյանը ու իհարկե տեղին քարտին համարժ է խախտում էր Հովանիսյան Նորից կրոզ դեպի տուգանայինի մատույցները մկրճանն է բրուսներով հեռացնում գնդակը չի ավարտվել Մոնցայի գրոհը Հիմա խաղարկում են իրականացնում Մոնցայի ֆուտբոլիստները եւս մեկ փոխանցում ու արդեն մի փոքր ուժեղ ստացվեց այս փոխանցումը դեպի Արչանյուս Պապոյանը Ուլուխանյան Սարդարյան Արմեն Ավագյան Տեսնենք ինչ որոշում կայացնի Ավագյանը Սարդարյան վտանգավոր է, բայց այստեղ հարվածի ճանապարհին կանգնեցի Սարդարյանի 5 րոպեից մի փոքր ավելի քիչ խաղաժամանակ է մնում հանդիպման ավարտին հաշիվը հիշեցնեմ 2-2-ը մարտական ոչ ոքի այս պահին խաղադաշտում ու տեսնենք արդյոք վերջնամասում թիմերից որևէ մեկը կարողանա կշեղքի նժարը շրջել իր կողմը, թե ամեն դեպքում կգրանցվի ոչ ոքի արդյունք Ավագյան այստեղ կորցրեց գնդակը փորձում էր հարվածային դիրքում հայտնվել, բայց միանգամից երկու ֆուտբոլիստներ վերահսկեցին Ավագյանին, իսկ այստեղ խախտեց Արմեն Ավագյանը խաղի կանոնները։ Իհարկե հիմա եթե չունենար դեղին քարտ Ավագյան այս իրավիճակում կարծում եմ կստանար իր առաջին դեղինը, բայց որպես այսպես ասած կարմիր քարտին համարժեք դեղին քարտ կարծում եմ մրցավարը այս խախտման համար ցույց չէ տա եւ այդպես էլ վարվեց իհարկե հիշեցնում եմ եթե չունենա Ավագյանը դեղին քարտ այս խախտումը դեղինին համարժեք է բայց կարմիրին կարծում եմ ոչ կա փոխանցումը Պապոյան փորձեց ավելացնել հիմա վտանգավորը հարված 3-2 Մոնցան քամբեք է իրականացնում ու գրավում Վիլյարեալի դարպասը Ռաֆիկ Պետրոսյան 3-2 այո Մոնցան վերադառնում է խաղ 2-0-ից կարողանում է 3 գնդակ հեղինակելու հիմա արդեն 3-2 հաշվով հաղթում են գործող չեմպիոն Վիլյարեալին այո ինչ է նշանակում ֆուտբոլում հավատը պայքարելը մինչև վերջ ու այսպեսի բարդ խաղում կարողացա Մոնցան վերադառնալ խաղ հիմա տեսնենք արդյոք Վիլյարեալը կնետվի առաջ ամեն դեպքում Մոնցան հիմա արդեն մտածելու ոչինչ չունի պետք է պարզապես փորձի այս առավելությունը պահել միջև վերջ Ուլուխանյան շարժվում է առաջ Ուլուխանյանը գնդակով կար խաղի կանոնների խախտում ու ստանդարտ է նշանակում մրցավարը Վիլյարեալի օգտին արագորեն խաղարկված է գնդակը Հակոբ Համբարձումյան Իհարկե իշեցնեմ այս խաղով դեռ ոչինչ չի որոշվելու, դեռ կա պատասխան հանդիպում ու իհարկե այդ տեսանկյունից այդ ամենը երկու թիմերը քաջ գիտակցում են հիշեցնեմ իհարկե Մոնցան այս հաշվից շատ գոհ կմնա իսկապես կամային որակներ ցուցադրեցին այսօր Վիլյարեալի դեմ խաղում բայց այդ ամենով իհարկե դեռ ոչինչ չի որոշվելու դեռ դիմակայությունը ունի պատասխան հանդիպում եթե այս խաղը նույնիսկ այսպես ավարտվի ու կարողանա Մոնցան հաղթել դեռ դա ոչինչ չի նշանակում պատասխան խաղում մեկ գնդակի առավելությունը Վիլյարեալի համար նույն դիմակայության հավասարությունն է հիմա տեսնենք այս գրոհը ինչ է տալու Մոնցային բայց այստեղ բավական բարձր է ստացվում
Կարլեն Մակարյանի կատարած հարվածից, եթե փոխանցում կատարեր, ապա խաղանկերները արդեն կարող եմ ասել պատրաստ են եզրափակելու նրա կատարած փոխանցմանը։ Ամենայն դեպս Պետրոսյանն ու Պապոյանը Տուգանայինի մատուցներում են Չոկանդարյան։ Ինչը այստեղ նշանակում մրցավարը չկար խաղի կանոնների խախտում 2-5 համարներ էին պայքարում միմյանց դեմ, այո, ամեն ինչ մաքուր է, հստակ ցույց տվեց մրցավարը Ստեփանյանն չի խախտել խաղի կանոնները ու հիմա Վիլյարեալը շարժվում է առաջ Գևորգ Հովհաննիսյան։ Թողեց գնդակը Սարդարյանին։ Դեպի Ավակյան ուղարկեց Սարդարյանը գնդակը։ Ավակյան հերվից հարված ու հիմա Հովհաննիսյանն է փրկում Մոնցային իշկարակոս տեսանք Ավակյանի կատարմամբ եւ Հովհաննիսյանը արձագանքեց այս գնդակին ապահովության համար ուղիղ դարպասներ իսկապես ընթանում գնդակը ու չվորցած ամեն դեպքում շատ ճիշտ վարվեց Հովհաննիսյանը անկյունայինը տեսնենք ինչ կտա Վիլյարեալին հիշեցնեմ 2 գոլերը Վիլյարեալը այսօր հեղինակել է հենց անկյունայինից Ավակյան փոխացում ու Ստեփանյանը այստեղ հարվածեց եւ նորից է անկյունային նշանակում մրցավարը Գևորգյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, տեսնենք այս անկյունայինը ինչ է տալու Վիլյարեալին, նորից Արմեն Ավակյանն է գնդակի մոտ, դեպի Սարդարյանը սատնային աշխատանք էր, բայց չստացվեց Սարդարյանի հարված այս իրավիճակում, Պապոյան եւ նորից հակագրոհ ենք տեսնում Մոնցայից, 3-2-ի դիմաց, բայց Սարդարյանը այստեղ շատ հաջող պաշտպանվեց, թույլ չտալով Պապոյանի շրջանցել իրեն եւ հետո կա խաղի կանոնների խախտում Սարդարյանի դեմ պայքարում շտապում է Վիլյարեալը շտապում է իսկապես Սարդարյան դեպի Ստեփանյանը ուղարկեց գնդակ ու ներդվում են առաջ Վիլյարեալի ֆուտբոլիստները Արմեն Ավակյան ու այստեղ Մակարյանն է հեռացնում գնդակը Ավակյանի ոտքերի առջևից եզից կնետի Ավակյան Ուլուխանյան նորից Ավակյան Ուլուխանյան դեպի Համբարձումյանը տեսեք որտեղ է հայտնվել արդեն Համբարձումյանը միայն պաշտպանության խորքում մնացել է Գևորգ Հովհաննիսյանը ու ամբողջ կազմով Վիլյարեալը նետվել է առաջ Հակոբ Համբարձումյան լավ նկատեց Ուլուխանյանին Ուլուխանյան ու ինչ այստեղ Առայժմ ոչինչ չնշանակեց մրցավարը իհարկե կարծում եմ հարմար առիթի դեպքում կդիտի դրվագի կրկնապատկերը հասկանակի չէ պատել այո հիմա մրցավարը կդիտի նախորդ դրվագը տեսնենք կար խաղի կանոնների խախտում թե ոչ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու մնացի որոշմանը չկար խաղի կանոնների խախտում Ուլուխանյանի դեմ պայքարում ու հարված կտեսնենք Վիլյարեալի դարպասից հիմա արդեն ողջ կազմով պետք է նետվի առաջ Վիլյարեալը եթե այս խաղում են ցանկանում իհարկե չպարտվել բայց Վիլյարեալը այդպիսի հնաբնակ ակում է որ կարծում եմ Հաշվի առնում եմ, որ այս մեկ գնդակը ետ բերել իհարկե անհնարին չէ պատասխան խաղում Վիլյարեալը իսկապես շատ հզոր ակումբ է այդ է պատճառը միայն որ դիմակայությունում կա պատասխան հանդիպում դրա համար հիմա չի նետվում առաջ Վիլյարեալը ողջ կազմով բայց ամեն դեպքում բացի մեկ ֆուտբոլիստից տեսեք բոլորը փորձում են ամեն դեպքում շարժվել առաջ ու այս խաղում Փրկվել գոն է պարտությունից Ստեփանյան գեղեցիկ հարված ու հիմա այն հորիզոնական դարպասաձողն է օգնության գալիս Մոնցային այսօր որքան շատ դիպան գնդակները հարվածներից հետո հարկապես Վիլյարեալի ֆուտբոլիստների կատարած հարվածներից հետո դարպասաձողներին բայց առայժմ Մոնցան հաղթում է այս դիմակայությունում 3-2 Ավակյան եւս մեկ հարված շեղությամբ ստացվեց ու վերջ այս գերհետաքրքիր հանդիպումը ի վերջո հասավ իր ավարտին Մոնցան կարողացավ վերադառնալ խաղ ու տանել հաղթանակ դիմակայության առաջի խաղում 3-2 հաշվով այս հանդիպման համար նախատեսել էինք այսքանը մեզ մոտ կարճ դադար է որից հետո խաղային օրը կշարունակենք